Այժմ տեսնենք ինչ է սպասում աղեղնավորներին հունիս ամսվա ընթացքում։ Ինչ կբերի հունիս ամիսը աղեղնավորների համար։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք, ֆինանսներ եւ եւս լրացուցիչ հուշում աղեղնավորների համար հունիս ամսվա ընթացքում։ Ընդհանուր տրամադրություն տեսնում շատ գեղեցիկ, շատ լավ։ Ճանապարհը բաց է, աստղերով երազանքներն ու ցանկությունները շատ մոտ են։ Ամեն դեպքում աղեղնավորներին կթվա, որ շատ գեղեցիկ ժամանակահատված է հունիսը իրենց համար եւ իրենք շատ մոտ են, եթե չասեմ հասել են իրենց նպատակներին, որոշ այսպես ասեմ, բոլոր նպատակներին երևի մի ամսում չեք հասնի, բայց ինչ որ շատ կարևոր, ինչ որ մի շատ լուրջ նպատակ եք ունեցել եւ դուք ձեզ շատ այսպես բավարարված կզգաք։ Ճանապարհը բաց է, եթե չեք հասել, հասնում եք, ճանապարհին եք, ամեն դեպքում դուք շատ այսպես դրական, շատ պոզիտիվ եք տրամադրված։ Անձնական հարաբերություններում այդքան էլ պոզիտիվ չեմ տեսնում, տեսնենք ինչ է սպասում անձնական հարաբերություններում աղեղնավորներին։ Կարտը ընկավ երեխայի կարտով, փոփոխություն է սպասում, ինչ որ փոփոխություն է սպասում անձնական հարաբերություններում, տեսնենք։ Կարտը դուրս եկավ, այդքան խառնեցի, կարտը նորից դուրս եկավ։ Տեսեք, ես ցույց տվեցի, կարտը ընկավ, ես նորից դրեցի արանքում կարտերի, խառնեցի, կիսեցի, նորից նույն կարտը դուրս եկավ։ Դա նշանակում է, որ այդ կարտը շատ կարևոր դեր ունի այստեղ խաղալու։ Տեսեք, անձնականում ընկավ առնետները։ Առնետները նշանակում է կորուստ։ Ինչ որ բան կորում եք, ինչ որ բան թողնում եք, գնում եք, դուք ինքներդ պետք է ինչ որ բան հեռացնեք ձեր կյանքից։ Սա ոչ միայն կարող է նշանակել ինչ որ մեկը հեռանում է ձեզնից, դուք ինչ որ անձ եք կորցնում ձեր անձնական հարաբերությունները, պարտադիր չի ընտանիքի անդամ, անձնական կարող է ընկեր, ընկերուհի, ծանոթ, հարևան, բարեկամ, որի հետ շատ շփվում էիք, հիմա արդեն չեք շփվում, բայց կարող է լինել նաև թողնում եք գնում է ինչ-որ մեկը, հեռացնում եք ինչ-որ մեկին ձեր կյանքից, եթե ինչ-որ մեկը լավ չի ազդում ձեր կյանքի վրա, հա, ձեզ նեղություն է տալիս եւ ոչ թե լցնում է, լիացնում է ձեր կյանքը, խանգարում է, պետք է թողնել գնա, այսինքն սա եւ դրական եւ բացասական նշանակություն կարող է ունենալ, ամեն դեպքում ինչ-որ կորուստ կլինի, ինչ-որ բան կթողնեք, կգնա հունիսին հարգելի աղեղնավորներ ձեր անձնական կյանքից։ Երեխայով տեսնում եմ ինչ-որ նորություն, ինչ-որ մի նոր բան կլինի, ինչ-որ բանալի կգտնեք ձեր հարաբերություններում, հարգելի աղեղնավորներ։ Ես մեկ վայրկյան տեսեմ, ես շատ տղամարդիկ եմ, տեսեք, ես այստեղ 5 տղամարդ եմ տեսնում, կին չեմ տեսնում, ոչ մի հատ, ոչ մի կին ես այստեղ չեմ տեսնում, ինչ է տաքրքիր է, տղամարդիկ, ես կարող եմ այսպես ասել, հարգելիներս, տղամարդիկ պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկեն իրենց անձնական կյանքում ինչ-որ հարաբերությունները շտկելու համար, որովհետև բանալին տղամարդկանց ձեռքում է։ Ես այստեղ կին չեմ տեսնում, նշանակում է, որ այստեղ կնոջ մասին չի խոսքը։ Ես ասեմ ինչ եմ տեսնում, տղամարդիկ, դուք ինքներդ կարող եք դատել։ Ես այստեղ տեսնում եմ առնետներով, ինչպես ասեցի, կորուստ է կամ թողնում եք գնա։ Դուք կարող եք կորցնել ինչ-որ բան, սեր կորցնել, ձեր ընտանիքը կորցնել, ներողություն եմ խնդրում իհարկե, շատ տխուր բան պիտի ասում եմ, բայց եթե դուք, այսպես ասեմ, դուք ինչ-որ քայլ պետք է ձեռնարկեք, հարգելի տղամարդիկ, ինչ-որ բան պետք է փոխեք, որովհետև ինչ-որ վտանգ կա, ինչ-որ խնդիրներ կան ընտանիքում միգուցե, կամ ձեր հարաբերություններում, եթե դուք պարզապես ամուսնացած չեք, այլ զույգ ունեք, ձեր անձնական հարաբերություններում կարող է լինել նաև ձեր բարեկամական, ընկերական, տղամարդկանց մեջ հարաբերություններում, ես ուղղակի որտեղ
վերջս սրտի կարտն եմ տեսնում սրտի տղայով, դրա համար ես ենթադրում եմ այստեղ անձնական սիրային նաև հարաբերություններ են։ Եթե ընկերական, որտեղ չափից ավելի շատ տղամարդիկ եմ տեսնում, եւ սիրայինը դիտարկենք եւ անձնական ընկերական հարաբերություններում։ Եթե դուք ինչ-որ հարց չշտկեք, աղեղնավորներ, դուք կարող եք կորցնել, կամ ընկեր կորցնել, կամ ընկերուհի կորցնել։ Նայած ձեր խնդիրը կամ վտանգը ում հետ է, բայց իրականում այո, ձեզ խնդիրներ կլինեն, կառաջանան, բայց բանալին ձեր ձեռքում է, ես տեսնում եմ փոփոխություն կարող է լինել, ինչ որ մի նորություն կարող է, այսինքն այս խնդիրը դուք կարող եք լուծել նորովի, կարող է կորուստ չլինել, չկորցնեք ընկերուհուն կամ ընկերոջը, բանալին ձեր ձեռքում է, եթե դուք խելացի գտնվեք, դուք ինչ որ քայլ պետք է անեք, ես չեմ կարող ասել ինչ անեք, որտեղ չգիտեմ ձեր իրավիճակը, այսպես տարբեր մարդկանց դեպքում տարբեր կարող է հանգամանքներ լինեն, դուք ինքներդ կհասկանաք ես ինչ նկատի ունեմ, բայց դուք կարող եք կորստներից խուսափել, ընկերուհի եք կորցնում, ընկեր եք կորցնում, եթե դուք բանալին ձեր ձեռքում է, լուծումը ձեր ձեռքում է, այսպես եմ ասում, ձեզնից է կախված։ Տեսնեք, ամպեր են այստեղ կուտակված, այսպես գերանդիով, կտրուկ շատ, ինչպես ասեմ, ամպերը կարող են ցրվել ձեր որոշումից։ Դուք ինչպես որոշեք, այդպես էլ կարող եք անել եւ կարող է, այսպես ասեմ, ձեր արարքից հետո շատ կտրուկ կփոփոխվի ամեն ինչ։ Միանգամից եւ ամպերը կցրվեն եւ կտրուկ փոփոխությունը իրականում ընկերությունը ոչ միայն կփրկեք, այլև շատ ավելի ջերմ հարաբերություններում կլինեք ձեր ընկերոջ հետ։ Իսկ եթե սիրո մասին է խոսքը, շատ ավելի ուժեղ կլինեն ձեր հարաբերությունները, քան նախկինում էին, եթե դուք կտրուկ փոփոխություն անեք։ Ձեր ձեռքերում է, հարգելի աղնավոր, ոչինչ չեմ կարող ասել։ Ամեն ինչ ձեր ձեռքում է, ինքներդ կարող եք խուսափել կորուստներից եւ խնդիրներից, թե կամ ընկերների, կամ ազգականների, կամ սիրային հարաբերություններում, բայց դուք ինքներդ պետք է ինչ-որ քայլ ձեռնարկեք, ձեզնից է կախված։ Աշխատանքում կլինի բավականին աշխուժ, շատ շարժում, դուք կարող եք տեղից տեղ գնալ, եթե հաճախորդների հետ գործ ունեք, ես չգիտեմ ինչ գործ եք անում, եթե շատ տեղաշարժման հետ է կապված, տեղից տեղ եք գնում վայրից վայր, բավականին աշխուժ կլինի։ Աշխատանքի իմաստով հունիսին դուք հաստատ պարապ եւ անգործ չեք մնա։ Ես ինչպես ասացի, աշխուժություն կլինի ձիավորով, աշխատանքի վայրում, տեղից տեղ շարժվել շատ կլինի, եթե ձեր գործի բնույթը այդպիսին է, որ դուք շատ եք տեղաշարժվում, աշխուժություն կլինի, բավականին, այսպես ասեմ, աճ կլինի, եթե ինչ-որ գործեր կանգնել էին տեղից, չէին շարժվում, այսպես լճացել էին մի տեսակ, եւ դուք ուզում էիք առաջ խաղացում լիներ, կսկսեք խոսել, բանակցել, զրուցել, ես չգիտեմ, ձեր աշխատանքի վայրում փոփոխություն եք ուզում, ձեր գործը քիչ է կամ ձանձրալի է, նոր աշխատանք, նոր պատասխանատվություն եք ուզում, ղարի 9-ից տեսնում եք, կարմիրինն են գնում, այսինքն այդ փոփոխությունը, եթե դուք ուզում եք, ձանձրույթը ուզում եք գնալ եւ ավելի հետաքրքրություն մտնի ձեր աշխատանք, դες պարզապես պետք է զրուցել ինչ-որ մեկի հետ, վերադասի հետ եք զրուցում, չգիտեմ, գործընկերոջ հետ եք, ովքեր որ կարող են որոշումներ կայացնել ձեզ համար։ Եվ այսպես ձեզ ընտրության առաջ եք կանգնած, բայց այո, դուք ինչ-որ որոշում պիտի կայացնեք, բայց մինչև որոշում կայացնելը դուք պետք է զրուցեք մարդկանց հետ, որպեսզի կարողանաք իրավիճակ փոխել։ Բացի սրանից ես ոչ մի կերպար չեմ տեսնում, բայց կարող եմ ասել, որ ձեր այս որոշումը դուք որոշում պետք է կայացնի այլ անձ, այսպես կարող եմ ասել, ում որ դուք կդիմեք։ Դուք պարզապես պետք է դիմեք, կադրերի բաժին եք դիմում, ձեր բաժնի պետին եք դիմում, չգիտեմ, ինչ աշխատանք եք անում, ինչ գործ եք անում, բայց ամեն դեպքում փոփոխություն հնարավոր է, բացասականից դրական, կանգնածից աճ եւ աշխուժություն էլ տեսա ձեր գործերում, ել այսպես եմ ասում։ Այսինքն սա գործակալ է, սա չգիտեմ, ձեր ղեկավարն է, կադրերի բաժնի պետ է, ով էլ ուզում է լինի, կոնկրետ անձ կլինի, որը կորոշի եւ փոփոխություն կմտցնի ձեր աշխատանքում։ Եվ էլ եմ ասում, աշխուժություն կլինի, դա նշանակում է դրական փոփոխություն կլինի։ Ես այստեղ էլ արագիր էի տեսնում դրական փոփոխություն աշխատանքում հնարավոր էր։ Ֆինանսներում տեսնում եմ սրտի տուզ եւ տղամարդ։ Ինչ որ տղամարդ կարևոր դեր կխաղա ձեր ֆինանսներում։ Տեսնենք։
Ինչ եմ տեսնում ֆինանսներում, ինչ որ տղամարդ կար սրտի տզով։ Ինչ որ տղամարդ կա, որ կարող է ինչ որ բան փոխել ձեր ֆինանսներում։ Ես չգիտեմ դա ինչի հետ է կապված։ Մի քիչ շատ եմ սկզբում խառեր տեսնում, բայց հետո լավ է լինում։ Եթե ինչ որ մարդկանց հետ զրուցում եք, բանակցում եք, ինչ որ փոփոխություն, նորություն կարող է ձեր ֆինանսներում լինել, բայց ինչ որ զրույցների, բանակցությունների արդյունքում, ում հետ ինչ եք զրուցում, ինչի հետ է կապված, վարկեր եք վերցնում, չեմ կարող ասել, բայց ինչ որ հարցեր, որ զրուցում եք կամ շփվում եք մարդկանց հետ ֆինանսների հետ կապված, հարգելի աղեղնավորներ, մի քիչ ձգձգվում են, տեսնում եք ինֆորմացիան նամակը ғարի 7-ով տեսնում եմ ուշանում է, ձգձգվում է, դուք շարունակում եք խոսել, բանակցել, զրուցել, բայց առանձնապես մեծ արագություն այդ իմաստով չեմ տեսնում, բայց փոփոխություն հնարավոր է։ Եվ բանալի նորից է ասում, ձեր ձեռքում է եւ բայց ձեր ճիշտ բանակցելու մեջ է, այսինքն ձեր ֆինանսները կարող են լավանալ եւ կարող են կախված լինել այս մարդու հետ, որը ինքը շատ դրական անձ է իմիջիայլոց, պարզապես ճիշտ պետք է բանակցել։ Այդպես կարող եմ։ Իսկ ֆինանսները ճիշտ ասած չեմ տեսնում, որ գալիս են։ Միգուցե սրանք պարզապես զրույցներ են եւ բանակցություններ են գործի հետ կապված, ասենք հաջորդ ամիսների համար, ապագայի համար, բայց հունիսին կլինեն զրույցներ։ Ինչպես կբանակցեք, դրանից էլ կախված կլինի, թե ինչքանով փոփոխություն կլինի ձեր ֆինանսական հարցերում, այդպես կարող եմ ասել։ Բանալին ձեր ձեռքում է եւ ճիշտ բանակցելուց է, այսինքն դուք պետք է կարողանաք ճիշտ ուղղությամբ տանել ձեր զրույցը, որպեսզի ձեզ համար ցանկալի արդյունքի հասնեք։ Օրինակ ինչպես է մարդը հարսանիքի համար հրավիրում են, հա, ասենք թամադա կամ չգիտեմ ինչ են ուրիշ հրավիրում, վարող, դուք բանակցում եք, այսքան գումար են առաջարկում, դուք այսքան գումար եք ուզում, այդպես ինչ-որ բանակցությունների մասին է խոսքը, նո պատահ չի հարսանիքի, հասկանում եք, ես պարզապես օրինակ եմ բերում, ճիշտ բանակցեք, ճիշտ արդյունք ստանաք ձեր, լավ արդյունք ստանաք ձեր աշխատանքի եւ ֆինանսների համար, տեսնենք, էլ ինչ կասեն կարտերը ֆինանսների հետ կապված։ Ինչ է դա, տեսեք, բոլորովին այլ կարտերով եմ նայում, սրանք էլ տարո կարտերն են, նույն բանն եմ տեսնում։ Այսինքն ինչ որ կարող է, ինչ որ առաջարկություն է լինում, ինչ որ գործի հետ կապված, այսպես ինչ որ մեկը փորձել է խորամանկել, ինչ որ մեկը տեսնում եք հայացքը, արդեն իր հայացքից տեսնում եք ինքը մի տեսակ այսպես շատ խափեփա մեկն է։ Փորձում է ձեզ ոնց որ ասած գործ առաջարկել, բայց շատ քիչ գումար է առաջարկում։ Ես իրականում տեսնում եմ ձեզ հաղթանակի դերում, որովհետև այստեղ սիրահարների սա ընտրության հարցն է, այսինքն դուք եթե ճիշտ բանակցեք, ինչպես արդեն ասացի, ընտրություն ձեր ձեռքում է, ոչ թե հրաժարվեք աշխատանքից, այլ ուղղակի ճիշտ զրուցեք ճիշտ մարդկանց հետ, սա նաև այսպես ընկերական, այսինքն ինչ որ մեկի հետ է, երկուսով պետք է լինի։ Դուք կարողանաք իրականում հաղթանակած դուրս գալ, դուք ձեր նպատակին կհասնեք, եթե ճիշտ զրույցներ վարեք ճիշտ մարդու հետ։ Եթե այս մարդը խորամանկում է, այսինքն եթե ձեզ գործ առաջարկում է ինչ որ մեկը, բայց կան այլ մարդիկ նույն հարցում կարող եք այլ մարդու հետ հարցը քննարկել, այսպես ասեմ։ Փորձեք սրանից խուսափել եւ մեկ ուրիշի հետ այս նույն հարցի շուրջ զրուցել եւ իրականում դուք կհաղթեք, կհասնեք ձեր նպատակին։ Ինչն էլ ասացի, բանալին ձեր ձեռքում է, ճիշտ բանակցեք ճիշտ մարդու հետ, ֆինանսներում դուք ոչ մի խնդիր չեք ունենա։ Ես առայժմ ճիշտ ասած չեմ տեսնում ֆինանսներ գալիս են, դրա համար կարող եմ ասել, որ իրականում գոնե բանակցությունները, հա, այսպես ասեմ, բոլոր միջոցները ձեռնարկում ենք հունիս ամսվա ընթացքում, որովհետեւ դրանից հետո ֆինանսներում ունենաք հաջողություն։ Իսկ ընդհանուր առմամբ տեսնում եմ այս հետաքրքիր կարտը խաչի տուզը մատանիով, սա ընդհանուր հուշում էր կարտերից էլ ինչ կարող են ակնկալել աղեղնավորները հունիս ամսվա ընթացքում։ Տեսնենք այս մատանին ինչին էր վերաբերում։ Մատանու հետ կապված տեսնում եմ այստեղ լրացուցիչ կարտեր։ Չեմ կարող ասել սա ինչ համագործակցության մասին է կամ ընտանեկան հարցերում ինչ որ խնդիրներ կան, ամպեր են կուտակված։ Խնդիրները կարող են իրականում գնալ ձեզնից։ Կարող է ինչ որ մեկի խորհրդին դիմեք, ինչ որ մեկը կարող է ձեզ օգնել այդ հարցում։ Տեսեք, այսպես կարող եմ ասել, եթե ինչ որ հարցի շուրջ, ինչ որ բանակցում, ինչ որ
համագործակցության մասին ինչ որ մեկի հետ, այսպես մատանի լինում է երկու հոգու կապում է իրար։ Ինչ որ համագործակցության մասին է խոսքը, ինչ որ պայմանագրերի մասին է խոսքը, չգիտեմ, նոր գործարք է կնքում ինչ որ մեկի հետ եւ եթե ինչ որ խնդիրներ կային ամպերով, ապա հնարավոր է փոփոխություն, բայց ճիշտ մարդու հետ եթե գործանեք, կարող եք իրականում ամեն ինչ վերջացնել ձեր օգտին, բայց միայն միջնորդով։ Այս մարդը, որը բավականին լուրջ դիրք ունի, ձեզ կարող է խորհուրդ տալ օգնել։ Եթե ընտանեկան անձնական հարցերում կային խնդիրներ, էլի հնարավոր է փոխել, եթե էլի լինի ինչ-որ մեկը մեծերից, որ ավելի, չգիտեմ, հմուտ է գործերում, կյանքի փորձ ունի եւ երկուսիդ հետ էլ կարող է զրուցել, իսկ եթե կա այնպիսի վիճակ ընտանեկան, սա տեսեք ոչ մեկի հետ կապ չունի առանձին, սա առանձին եմ ասում, որոշ աղեղնավորների համար լրացուցիչ հուշում, եթե ինչ-որ անձնական, ամուսնական հարաբերություններում կային խնդիրներ եւ պետք է փոխվի, ուզում եք այս խնդիրները վերանան, սա թողնել գնալու վերջացնելու հարցն է։ Սա կարող է լինել նաեւ մասնագետ։ Եթե ընտանիքում մեծեր աստի կարող է ինչ-որ մեկը միջնորդել, զրուցել երկու կողմերի հետ էլ ամուսնական զույգի փորձի նրանց հաշտեցնել, ինչ խնդիր էլ որ ունեին, կամ միգուցե գնաք մասնագետի մոտ, ես չգիտեմ մասնագետը ով է, հոգեբանի մոտ են գնում ամուսնական հարցերով մասնագետի մոտ, ես չգիտեմ Հայաստանում ինչ մասնագետեր կան այսպիսի հարցերում, բայց սա կարող է նաև այդպիսի նշանակություն ունենալ։ Հնարավոր է փոփոխություն լինի դրական առումով, եթե դուք ինչ-որ երրորդ անձ մասնագետ, որը հասկանում է ամուսնական հարաբերություններից, դիմեք ինչ-որ մեկին ձեզ օգնի։ Այժմ տեսնենք ինչ է սպասում աջակցություններին հունիս ամսվա ընթացքում։ Ինչպիսին կլինի հունիս ամիսը աջակցությունների համար։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք, ֆինանսներ եւ լրացուցիչ մի կարդ, մի հուշում աջակցությունների համար։ Տեսնում եմ լուսին ընդհանուր տրամադրությունը։ Դե լավ է, մենք նայում ենք հունիսի համար հարգելներս, այսինքն մենք ամեն շաբաթվա համար նորից գնայինք եւ ասել եմ 2-3 շաբաթվա մեջ ինչ-որ բան փոխվում է։ Ես չգիտեմ ինչ վախեր, ինչ անհանգստություններ, ինչ մտածմունք ունեք, ինչի համար եք այսպես մտածում, մտահոգ, կասկածամիտ։ Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, դեռ մյուս կարտերը կնայենք, բայց ամեն դեպքում ինչ որ անհանգստություն կա, ինչ որ մի բան կա, որ այսպես աջակցությունների մտքում է անընդհատ ինչ որ կասկածներ, անհանգստություն է ինչ որ հարցի շուրջ։ Տեսնենք ինչին է վերաբերում։ Անձնական հարաբերություններին չեմ կարծում, որովհետև անձնական հարցերում ամեն ինչ շատ լավ է, շատ այսպես ռոմանտիկ, շատ լավ տրամադրված են, հա, հունիսյան, այսպես ամառային արձակուրդների երևի թե հանգստի տրամադրված են շատ այսպես սիրառատ, սիրային տրամադրությամբ, տեսնենք լրացուցիչ ինչ կասեն կարտերը։ Ինչքան հանում եմ, այնքան ավելի խճճում է, լաբիրինթոսում եմ հայտնվում, փոխանակ կարտերը ինչ-որ բան պարզաբան են, տեսնենք։ Շատ կարտեր դուրս եկան, տեսնենք, ես ուր է տանում մեզ կարտերը, սկզբում շատ լավ սկսվեց, տեսնենք։ Ինչ-որ ամեն դեպքում ցանկություններ, նպատակներ ունեն աջակցությունները, որ այսպես կտրուկ փոփոխություն են ուզում։ Դες տեսնում եմ նաև տուն, այսինքն տան հետ կապված ինչ հարցեր կան, ընտանեկան հարցեր, ես անձնական հարաբերությունների համար եմ նայում։ Ես այսպես չեմ կարող ասել, տեսեք, սիրտ եմ տեսնում, տղամարդ եմ տեսնում, սա քյապինջե սիրտը չի իրականում։ Այսինքն տեսնում եք այսպես, միգուցե տղամարդ կլինի աջակցություններից, որ կորոշեն ամառը ուզում են ամուսնանալ, այսինքն հունիս ամսվա ընթացքում, ինչ որ շատ կտրուկ որոշում է, որ ուզում է ամուսնանալ եւ այսպես ասած շատ իր ցանկություններով, երազանքներով ընտանիքի անդամների հետ խոսում է, կարող է այդպես լինել։ Միգուցե ընտանիքի համար մի քիչ անսպասելի լինի, որտեղ շատ կտրուկ է որոշումը կայացրել։
Եթե անձնականի մասին էր խոսքը, եթե ես ճիշտ ուղղությամբ եմ գնում, այդ մի տարբերակ առայժմ քննարկենք, սկսում է խոսակցությունները վարել իր ընտանիքի հետ, միգուցե աղջկա ընտանիքի հետ, եթե տղամարդու մասին է, ես տղամարդիկ եմ տեսնում ամեն դեպքում, տղամարդու մասին էր խոսքը, եւ սկսում է զրուցել, բայց ամեն ինչ այնպես էլ հարթ չի գնում, ինչպես ինքը կարծում էր, ճիշտն ասած, այո, երբ ինքը իր սիրո խոստովանությունը անում է, ինքը շատ էսպես դրական, տրամադրված, շատ էսպես վստահ հաջողության վրա, բայց իրականում խնդիրներ առաջանալու են, ճիշտն ասած, եւ խնդիրները շատանալու են կնոջ պատճառով, ինչ որ կին, սա աղջիկը չէ, որի հետ ուզում եք ամուսնալ, այստեղ այլ աղջիկ եմ տեսնում իրականում, կարող եմ ասել կինը, մայրը, քույրը, ով է, չեմ կարող ասել, կամ երիտասարդի մայրն ու քույրն են դեմ, կամ աղջկա ընտանիքում է ինչ որ կին, ինչ որ խոչընդոտներ առաջացնում են, բամբասում են, գիտեք, չգիտեմ, այս տղային աղջկա մասին ինչ որ բաներ են խոսում, շատ տհաճ ինչ որ մարդիկ եմ տեսնում, շատ տհաճ, բայց զույգերի մեջ չէ, այս է կողքից բամբասող խոսող մարդիկ են, չէ, այդպես միշտ չարալեզու մարդիկ կան, միշտ մի բան լսել եմ աղջիկը, չգիտեմ, ընկեր է ունեցել, չգիտեմ, տատու ունի, անհեթեթ խոսակցություններ, որ իրականում փորձում են այս փչացնել ամեն ինչը, գեղեցիկ մարդկային հարաբերությունները եւ այս որոշումը երիտասարդի, բայց ես տեսնում որ աղջիկն իրականում շատ լավ աղջիկ է, տեսեք, ես ինչ եմ տեսնում, կարտերի առաջին ու վերջին կարտերն էին, սա երիտասարդն է, սա էլ աղջիկը։ Իրականում երիտասարդները շատ լավ էլ զույգ են, շատ էլ կարծում սազում են իրար։ Եթե կողքից մարդիկ չխանգարեն, չփչացնեն ամեն ինչ, իրականում երիտասարդներն իրար հետ շատ էլ լավ էլ երիտասարդներ են։ Ես ոչ մի երիտասարդների մեջ խնդիրներ ճիշտ ասած չեմ տեսնում։ Այս կողքից այս բամբասկոտ այս մարդիկ են, որ կարող են խոչընդոտներ առաջացնել։ Այդ դրա համար էլ միգուցե այս վախերն ու անհանգստություններն էին գալիս։ Ես փորձեմ լրացուցիչ մի քանի կարտ եւս հանել, բայց ես էլի եմ ասում, երիտասարդների մեջ, աղջկա տղայի մեջ խնդիրներ չեմ տեսնում։ Բամբասկոտ խառնակիչ մարդիկ են, որ փորձում են այս միությանը խանգարել, այսպես ասեմ։ Տեսնենք այս սիրային հարցերում ինչ է իրականում լինում։ Ինչ հետաքրքիր է, տեսեք հարգելներս, ինչեր եմ տեսնում, նույն բանն եմ տեսնում։ Բաժակի տեսեք, պաժով սկսում է, երիտասարդները շփվել են, իրականում իրար շատ հավանել են սկզբում, առանձնապես մեծ զգացմունքներ չի եղել, բայց այսպես արագ սկսվել է ինչ-որ հարաբերություններ սկսել են լրջանալ, շատ այսպես արագ, եւ երբ որ այդ հանդիպումների զրույցներից, տեսնում եք, դրանից հետո արագ սկսել են հարաբերություններ լրջանալ, երիտասարդները երևի թե զգացմունքները շատ այսպես արագ առաջացել են, բայց տեսնում եք, երբ տեսնում եմ աղջիկ, որը գիշերին չի կարողանում քնել, միանգամից դարձել է լուրջ խնդիրներ են առաջացել, տեսնում եմ երիտասարդ, այսպես կոտրված տաշտակի առաջ հիասթափված բաժակները, այսինքն տեսնում եմ այստեղ թագավորին, հա, մարդիկ, որոնք իրենց զրուցելով, բամբասելով, խոսքերով երկու երիտասարդներն են այսպիսի վիճակի են հասցնում, բոլորով են այլ օտար մարդիկ։ Իսկ երեխեքն իրականում այստեղ երեխա շատ այսպես նոր սկսել են հարաբերությունները, հետո հանկարծ հասկացել են, որ իրականում շատ ավելի լուրջ են իրար տրամադրված, ու հետո այդ ջերմ զգացմունքները դառնում են այսպիսի մի վիճակ, ծանր հոգեվիճակ, գիշերները չի կարողանում քնել, տղան այսպես հիասթափված, չգիտի ինչ անել, մարդիկ կողքից խանգարում են, փչացնում են, որտեղ երիտասարդները, տեսեք, երկուսն էլ տխուր են, այսինքն այնպես չի, որ աղջիկը տղային է նեղացրել, տղան աղջկա, ամեն մեկը առանձին ինքը, այսպես ասած, ինչ որ տառապանքի մեջ է, ինչ որ ողբերգություն է ապրում, իսկ այս մարդիկ քեֆ են անում իրենց համար, այսինքն խառնակիչներն են սրանք, որ կարողացել են ինչ որ խառնել իրենց միջև։ Իսկ այս հաջորդ վերջին կարտերը տեսեք ինչ եմ տեսնում։ Երիտասարդները սիրում են իրար, սա էլ սիրո բաժակն է։ Իրականում երիտասարդները սիրում են իրար։ Ոչ մի խնդիր իրենց մեջ չպետք է լիներ։ Սկսեց սրտի կարտով, վերջացնում էլի բաժակով, զգացմունքներով, սա էլի սիրո բաժակն է, սեր է նշանակում։ Երիտասարդներն իրականում զգացմունքներ ունեն իրար նկատմամբ։ Կողքից մարդիկ են խանգարում ձեզ։ Սխալ մարդիկ են ձեզ խանգարում։ Հարգելներս, հունիս ամսվա ընթացքում միգուցե էմոցիաները շատ պես բարձր կլինեն, ես չեմ տեսնում, չեմ կարող ասել վերջնականում հունիս ամսվա մեջ ինչ-որ հարց կլուծվի, եթե կա այսպիսի իրավիճակ, բայց այո, սիրո թեմա եմ տեսնում։
Իսկ եթե ամուսնացած զույգի մասին է խոսքը, արդեն ամուսնացած են եւ ինչ որ բամբասանքներով խառնակիչներ ինչ որ փորձում են կողքից բաժանել այդ զույգին, չնայած երիտասարդները սիրում են իրար արդեն ամուսնացած են, ապա այդպես էլ կարող է լինել։ Հարգելիներս, եթե դուք իրար սիրում եք, կարևորը դա է։ Դուք ոնց է լինի վերջում հաղթող դուրս կգաք։ Լրացուցիչ կարտեր հանեցի չէի ուզում այդ նոտայի վրա, որտեվ ես տեսնում եմ, որ դուք շատ իրար սիրում եք, զգացմունքներ կան, երիտասարդների մեջ չի խնդիրը, էլի ուզում եմ ինչ-որ մի բան տեսնել։ Տեսեք, այս այդ կտրող, հա, սուր լեզու ունեցող կանայք են, բամբասկոտ, սրով թրով, նորից նույն տղամարդու բաժակի թագավորը դուրս եկավ, սա էլ թրերի թագուհին է, այսինքն այո, այս խառնակիչներ են, որում եւ տղամարդիկ են բամբասում, եւ կանայք են բամբասում։ Այստեղ միայն մի հոգի չէր եւ մենակ կին ու տղամարդ չէր, այսպես կին չէր, որ մենակ բամբասում էր, չէ, այստեղ շատ մարդիկ են, շատ բաներ են խոսում տարբեր, շատ են իրար այդ խնդիրներ ունեն, չեմ կարող ասել այս ում միջոցով է, ովքեր են սրանք, բայց աշխարհի կարգով տեսնում եմ этаպը կփոխվի, իրականում ամեն ինչ փոխվելու է, չեմ կարող ասել հունիսին թե դրանից հետո, բայց եթե ամուսիններ եք դուք, կարևոր իրար սիրում եք դուք իրար պահեք, իրար թեթիկունք եղեք, այս իրավիճակը կանցնի, սրանք հույսով եմ կհոգնեն իրենց շատախոսելուց, ոչինչի չեն հասնի։ Իսկ եթե ուզում եք ամուսնանալ դեռ ամուսնացած չեք, ապա անպայման կփոխվի։ Եթե հունիսին չփոխվի, հունիսից հետո կփոխվի։ Փորձեք դեռ համբերել, իրար սատար կանգնել, ամեն ինչ դեռ առջևում է։ Իսկ աշխատանքի հարցերում այտեղջունների համար տեսնում եմ շատ լավ, ճանապարհը բաց է, նոր աշխատանքի եք փնտրում կգտնեք, առաջարկություն եք սպասում, առաջարկություն կստանաք, գործարք եք ընկնում, գործարքը կկնքեք։ Գործնական հարաբերություններում աշխատանքում իրականում, եթե ինչ-որ ծրագրեր, նպատակներ, ցանկություններ կային, ճանապարհը բաց է եւ տանում է դեպի հաջողություն։ Այստեղ տեսնում եմ կին, տեսնում եմ նավակը կանգնած եւ տեսնում եմ այստեղ դագաղի կարտով փոփոխությունը եւ տեսնում եմ հաջողություն։ Ես հաջողություն սկզբում էլ էի տեսնում, եթե հիշում եք։ Կարող եմ ասել, միգուցե ինչ որ հարց կանգնած է, տեսեք, եթե ճանապարհ, որտեղ ճանապարհ եմ տեսնում, այսինքն եթե նոր աշխատանքի հետ կապված ինչ որ առաջարկություն եք սպասում կամ լուր եք սպասում կնոջից, կլինի, չգիտեմ, գործակալ աշխատանքի տեղավորման հիմնարկություններ Հայաստանում կան, չկան, ովքեր են զբաղվում, եթե ինչ որ լուր եք սպասում ինչ որ կնոջից եւ վաղուց չէր գալիս, որովհետեւ կանգնած էր, այսպես չկար, ոչ մի փոփոխություն չէր լինում եւ ինչ որ կնոջից էր կախված փոփոխությունը, ապա կփոխվի իրավիճակը եւ այս կանգնած վիճակը կգնա։ Այսինքն ձեր նավը կսկսի շարժվել դեպի հաջողություն։ Տեսնում եմ ղարի 10-ից դեպի սրտի 10-ը։ Եթե սա ես բառացի էլ ասեմ, ֆինանսները կանգնած են, որտեղ դուք աշխատանք չունեիք, գործերը կանգնած էին, իսկ հիմա փոփոխությունը կլինի 10, այսինքն գումարները կսկսեն գալ։ Շատ լավ միջավայրում կլինեք, շատ լավ աշխատանք կլինի, շատ հարմարավետ։ Ես էլ եմ ասում հաջողության կարտով, եթե ինչ որ կնոջ միջոցով հատկապես կարող է լուրը գալ եւ գործը տեղից կարող է շարժվել։ Եթե նոր աշխատանք չէր, պարզապես ձեր գործերն էին կանգնած, չգիտեմ, ումից էր կնոջից ինչ որ կախվածություն ուներ, չեմ կարող ասել, անպայման փոփոխություն կլինի, նորից եմ ասում, անշարժությունից կգնա դեպի շարժ, պասիվությունից կգնա դեպի ակտիվություն։ Ամեն դեպքում աշխատանքում ինչ էլ սպասում եք, ինչ էլ որ պետք է լիներ, անպայման կլինի եւ շատ հաջող։ Ֆինանսներում տեսնում եմ բավականին շփում զրույցներ, բանակցություններ, չգիտեմ, ինչ է քննարկում ում հետ, ֆինանսների հետ կապված, բայց բավականին աշխուժ կլինի նաև ֆինանսների հարցում։ Բավականին ասում էի խոսակցություններ, շփումներ կլինի ֆինանսներում, այո, հետաքրքիր հանդիպումներ էլ կլինեն, կոնկրետ կարող է գնալ հանդիպել, ես չգիտեմ, բանկ եք գնում մարդկանց հետ հանդիպում եք, ում հետ եք հանդիպում, բանակցություններ եք վարում ֆինանսների հետ կապված, ինչ որ մանր-մունր հարցեր կարող են լինել եւ կարող է ժամանակ տևել, միանգամից ձեր ֆինանսական հարցը չի լուծվի։ Այսինքն զրույցների արդյունքում ինֆորմացիա կստանաք, կզրուցեք, կարող է ինչ որ գործեր սկսեք անել, բայց միանգամից հարցը չի լուծվի։ Խարիսխով տեսնում եմ, որ առայժմ ֆինանսները չեն գալիս։ Բայց ամեն դեպքում
դուք պետք է մի քիչ համբերատար իմաստուն գտնվեք, որտեղ անպայման առաջխաղացում կլինի։ Եթե հունիսին չլինի, հունիսից հետո կլինի։ Բանակցությունները կլինեն նախնական պայմանավորվածությունները հունիսին, իսկ արդյունքը ավելի շուտ կտեսնեք, միգուցե ավելի ուշ։ Փորձեմ եկեք կապել հանել ֆինանսների հետ, տեսնենք էլ ինչ մանրամասներ կասեն։ Տեսեք ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Այստեղ քրմուհին է առաջին, այսինքն իլյուզիաների հետևից պետք չէ ընկնել, պետք չի մտածել ինֆորմացիա, եթե չգիտեմ, գործարքը միանգամից հունիսին չեղավ, արդեն անհանգստություններ բոլորովին։ Իրականում մի քիչ ավելի պրակտիկ պետք է, դե աջակցությունները ընդհանրապես պրակտիկ են շատ։ Հավատացեք ձեր ներքին ձայնին, որովհետև նոր этап է մտնում։ Իրականում ֆինանսներում շատ մեծ լուրջ этап է սպասվում, աջակցությունների լուրջ փոփոխություն կարող եմ ասել, որովհետև էլի այսպես ասում է, մի փորձեք խորամանկել, մի փորձեք ռիսկերի դիմել, հարգելի աջակցություն եք այս կարտը խորամանկում է, ինչ որ մի բան ուզում եք, ինչ որ չգիտեմ, ինչ որ խորամանկություն, եթե ուզում եք անել, մի արեք, որովհետև իրականում ֆինանսները գալու են, տեսնում եք ինչ գեղեցիկ հրաշք կարտ եմ տեսնում։ Էտապը փոխվելու է։ Էլ եմ ասում, եթե ինչ որ անհանգստություններ վախ քրմու հետ կա, ինչ որ, չգիտեմ, անհանգստություն ունենաք sense tenence, կփոխվի ամեն ինչ միանգամից կպարզվի, որովհետև աշխարհի կարտը շատ եմ սիրում, մի этап փոխվում է, մտնում եք, այսինքն այս բոլոր կասկածներ, անհանգստությունները կհեռանան, դուք իրականում ամեն ինչ ձեզ համար կպարզեք եւ մի փորձեք խորամանկել, ել եմ ասում, ռիսկերի դիմել, որովհետև ֆինանսները նույնիսկ եթե ուշանում են, անպայման կգան։ Այ ես սկզբում որ հիշում եք, այստեղ տեսնում էի նաև վախեր, անհանգստություններ, եթե ֆինանսին էր վերաբերվում, ապա իրականում հարցը լուծվելու է։ Պարզապես երևի մի քիչ ժամանակ կտևի, միանգամից չի լինի։ Ինչ եմ տեսնում այստեղ ընդհանուր խորհուրդը, այ խորամանկության կարտն է, որ ասում է մի խորամանկեք, մի փորձեք մանևրել, որտեվ իրականում մի քիչ ձեզից ավելի համբերություն կպահանջվի, հարգելի աջակցություններ։ Տեսնենք այս ինչին է վերաբերում։ Տեսեք ինչեր եմ տեսնում։ Այստեղ ես խաչի հետ եմ տեսնում իրականում կապված, խաչը ավելի աշխատանքի հետ է ինձ թվում է կապված։ Ես աշխատանքում իրականում հաջողություն եւ շատ լավ էի տեսնում ամեն ինչ, էլի եմ ասում, ամեն ինչ շատ հաջող էր, բայց քանի որ այստեղ նայում ենք ընդհանուր բոլոր աջակցությունների համար, եթե սա լրացուցիչ ինֆորմացիա մեկ այլ ինֆորմացիայի այլ աջակցությունների համար, տեսնում եք, էլի շատ հաջող, այստեղ տեսնում եմ այս հաջող կարտը, այստեղ տեսնում եմ արևի կարտը, այսինքն էլի աշխատանքի վայրում, եթե առաջարկություն են ձեզ անում եւ մի քիչ կասկածելի է ձեզ համար, վստահ չեք, ընդունեմ, չընդունեմ, նոր աշխատանքի առաջարկություն, չգիտեք, շատ բարդ որոշում է, բարդ ճանապարհ է, չեմ կարող ասել ինչու է ձեզ համար բարդ, բայց եթե կա ինչ որ աշխատանքի առաջարկություն, նույնիսկ եթե ձեզ առաջարկություն անող այնքանը ձեր սրտով չի այդ մարդը, կինը, ով ուզում է լինի, մարդուն շատ չեք վստահում եւ վստահ չեք, բայց իրականում շատ լավ առաջարկություն է եւ շատ հաջող է վերջանալու։ Ձեզ շատ լավ եւ պաշտոն կլինի եւ հարմարավետ կզգաք աշխատանքում։ Իրականում էլ եմ ասում, եթե ունեք անհանգստություն եւ մարդը առաջարկությամբ ձեզ նույնիսկ դուր չի գալիս, իրականում շատ լավ առաջարկություն է, շատ լավ առաջարկություն է եւ շատ արևով հաջող կվերջանա։ Արժի ընդունել առաջարկությունը։ Ձեր վախերն ու կասկածներն իրականում կարող են ծրվել։ Իրականում բավականին դրական ամիս էր ընդհանուր առմամբ կարող եմ ասել, մի քիչ անձնական հարցերում է երևի բարդ, այսքանը։